Մերձավոր արևելքում լարվածությունը չի թուլանում, ավելին հակամարտող կողմերը նոր սպառնալիքներ են հնչեցնում։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի դեմ հարձակման հաջորդ փուլն էլ ավելի դաժան կլինի։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ռազմական գործողությունը կարող է տևել ավելի երկար, քան նախատեսված 4-5 շաբաթը։ Իրանի Կարմիր մահիկը հաղորդում է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի։ Իսլամական Հանրապետությունում այսօր հրաժեշտ են տալիս Մինաբի տարրական դպրոցում իսրայելական հարվածների հետևանքով սպանված 168 աղջիկներին։ Daily Mail-ի տվյալներով Մոսադի գործակալները կոտրել են Թեհրանի տեսահսկման խցիկների ցանցը և տարիներ շարունակ լրտեսել են Այաթոլլահ Ալի Խամենեիին, նրա թիկնապահներին և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ նորանշանակ գերագույն առաջնորդը ևս սպանվել է։ Պետքարտուղարությունն էլ հայտնել է Բահրեյնից, Իրաքից և Հորդանանից դեսպանությունների ոչ հիմնական անձնակազմի տարհանման մասին։ Միաժամանակ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես տեղեկացրել է իր քաղաքացիներին, որ ի վիճակի չէ աջակցել Իսրայելից նրանց տարհանման գործընթացին։ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունն էլ ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարվածի, պայթյուններին հաջորդել է խոշոր հրդեհը։ Թրամփը խոստացել է պատասխանել այդ հարվածին։